Բարև, ինչպես տեսանք անցյալ անգամին, Դավիթ բարություն ցույց տվավ Հովնաթանի գաղորդիին Մեմփիփոստեին։ Դավիթ շնորհեց իրեն բնակավայր, ուդելիք, թագավորին սեղանեն եւ պաշտպանություն իր ամբողջ կյանքի ընթացքին։ Նաեւ տեսանք Դավիթ մայրաքաղաքը փոխադրեց Քեփրոնեն Երուսաղեմ եւ իր բալալը գառուցեց Սիոն լերան վրա։ Այսօր պիտի տեսնենք Դավիթի կյանքին մեծակույն դեպքը։ Երկրորդ թագավորաց 6-րդ գլխում մեջ Դավիթ Աստծո դաբանագը բերավ Երուսաղեմ։ Գհիշեք Սամուելի օրերուն փղշտացիները դաբանագը կրավեցին իսրայելցիներեն, բայց անոնք վախցան, սնահավատ դարձան եւ զայն իդ Իսրայել ղրգեցին։ 70 տարի դաբանագը մնաց Ափիթնաթափի դունը Երուսաղեմեն 8 մղոն դեպի արևմուտք։ Սակայն Դավիթ խիստ պապակ ուսեր ուներ Աստծո հանդեպ եւ անգուզեր, որ դաբանագը գրգին դառնա Երուսաղեմ։ Բայց ուշադրություն գնենք 6:1-3-ի մեջ Դավիթ ճիշտ բանը ըրավ, սակայն սխալ գերբով։ Դաբանագը նոր սայլի անիվի վրա դրավ։ Հագրակ, որ Աստված հadouk հրահանգներ տված էր դաբանագը տեղափոխելու, թե պետք է գահաթյաները շալգեն զայն իրենց ուսերուն վրա։ Եվ սիրելիներ, այդ մեկը այսօր նաև Աստծո հրահանգն է ինձի եւ քեզի, որովհետև դաբանագը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատկերն է։ Անոր ոսկին գխորտանշե Հիսուսի աստվածությունը, իսկ փայդը անոր մարդկությունը։ Ես եւ դուն պետք է Քրիստոսը գրենք մեր ուսերուն, որբեսի աշխարհը զինք տեսնե։ Վերադառնալով 6-րդ գլխուն Դավիթ եւ իր 30,000 մարդիկը նվագարաններով եւ երաժշտությամբ բերին դաբանագը։ Ափինաթափի որդիները Ոզա եւ Աքիով նոր սայլեր քշեցին։ Եվ երբ անոնք հասան Նաքոնին գալը, Ոզան իր ցերկը երգնցուց Աստծո դաբանագը բռնելու, երբ եզները գսահեին եւ Աստծո փառքությունը փորփոքեցավ Ոզայի վրա այդ հանցանքին համար։ Եվ Աստված զարգավ զինք եւ մերավ դաբանագին կով։ Դավիթ այնքան դրդմեցավ, որ երթը թատրեցավ։ Դաբանագը մնաց Քեթացի Աբդեթոմին դունը։ Դավիթ բարգացած էր, բայց այդ օրը նաև վախցավ Տերոջմեն։ Սիրելիս, ես եւ դու պետք է նաև վախնանք Աստծմե, որովհետև Աստված մեր թադավորն է։ Աստված արդար եւ ողորմած թադավոր է, սիրելիներ։ Անգը սիրե քեզ, բայց երբ մենք մեղք կգործենք, երբ կրնագնից իրեն կդարձնենք, մենք կգործվենք եւ այլ միջոց չկա։ Ուրեմն դառնալով պատմության կտեսնենք Աստված միևնույն ժամանակ գործնե Աբդեթոմի դունը դաբանագին պատճառով, որ իր կովը մնաց։ Երբ Դավիթ լսեց այդ մեկը, գրգին փորձեց դաբանագը բերել Երուսաղեմ, սակայն այս անգամ ճիշտ կերպով։ Քահանաները զայն գրեցին իրենց ուսերուն վրա։ Դավիթ զոհեր մատուցանեց ու բարեց ամբողջ ջամփան։ Այսպես Դավիթ կուրախանար Տերոջ առջև։ Եվ երբ անոնք մտան Դավիթի քաղաքը, մեղքող Դավիթի գինը, որ Սավուղի դուստրն էր, նայեցավ Բադուհանեն եւ չհավնեցավ իր տեսածը։ Անչեր ուզեր, որ իր ամուսինը այդքան սիրահարված ըլլար Աստծո եւ բարեր։ Եվ անարգեց Դավիթը անոր համար։ Եվ այդ շատ լուրջ բան մներ, հատկապես Դավիթի հետ իր ունեցած հարաբերության մեջ։ Դավիթ շնորհակալություն հայտնեց Աստծո եւ ուրախացավ, որ դաբանագը բերին, բայց մեղքող չհավնեցավ այդ մեկը։ Մեղքող գուզեր վայելչությամբ եւ ագնաձանքով երկրվակություն։ Սիրելիներ, ըսկուշանանք ուրիշը թադաբարդել է եւ ըսկուշանանք գեղձավոր գրոնամոլություն ցույց տալ է։ Ըսկուշ լալու ենք նաեւ այդպիսի մարդոցմե, անոնք վտանգավոր են։ Մեղքող հանդիմանեց Դավիթին իր վարմունքին համար, բայց Դավիթը սավ, որ այդ մեկը ըրավ Տերոջ առջև եւ Տերոջ համար։ Սիրելիներ, հավանաբար դժվար է գտնել Դավիթի պես անձը, որ Աստծո սիրահարված է։ Ինչ հիանալի Աստծո մարդն է ան։ Նաեւ սիրելիներ, Աստված մեզ կպատվիրե, որ ուրախությամբ կանք անոր ներկայության։ Դավիթ ուրախությամբ կուքար, իսկ մենք ինչպես կմոտենանք